Մարտի 29-ին հայ առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը, Ծաղկազարդի տոնը։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Ծաղկազարդի տոնը հռչակվել է Մանուկների օրհնության օր։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում առավոտյան ժամերգությունից հետո հայոց հայրապետի հանդիսապետությամբ մոմավառության աղոթասրահում տեղի ունեցավ Անդաստանի արարողություն եւ Մանուկների օրհնության կարգ։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Մայրաթորում համախմբված բազում մանուկներին։ Բահյա, պահպանյա եւ օրհնյա, զման քրիս քոնթովանյա Սուրբ եւ պատվական խաչիվտ քոյ խաղության։ Փրկյա, ազատյա, հերևելի եւ աներևույթ շտամբյաց, արժանավորյա գոհությամբ փառավորել Մանուկների օրհնության արարողությունից հետո Անդաստանի ընթացքում օրհնված ուռեն ու ճյուղերը բաժանեցին մարդկանց։ Հայրապետը երեխաներին խաչեր ընծայեց։ Էջմիածնում ենք ապրում ու այսօր Ծաղկազարդեր, դրա համար եկել ենք եկեղեցի, որ օրհնվենք։ Իմ համար լավ բան եղավ, որ մենք եկանք ստե հանգիստ մեր այսօր տոնն է, այսօր Ծաղկազարդ է։ Մանուկների օրհնության օրը շատ ինձ համար հուզիչ եւ գեղեցիկ արարողություն է, որը կատարում է Ծաղկազարդին։ Շատ ենք սիրում այդ տոնը, դրա համար միշտ հաճախում ենք պարտադիր, որ օրհնվեն մեր մանուկները։ Երևանից եմ եկել իմ թոռնիկների հետ Ծաղկազարդին մասնակցելու համար։ Այդ սուրբ օրը մենք միշտ նշում ենք։ Տատիկը առաջարկեց, ես որ սիրում եմ Ծաղկազարդ տոնը, մտածեցի չհրաժարվեմ։ Միացնաեջ մայր տաճարում Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ եւ անմահ պատարագ։ Ծաղկազարդը Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ հայ եկեղեցին տոնում է Սուրբ Զատկից 1 շաբաթ առաջ։ Այս մասին պատմում են բոլոր 4 ավետարանիչները։ Աստվածորդին քաղաք էր մտնում ավանակին նստած որպես խաղաղության իշխան։ Մարդիկ ընդառաջ ելնելով փռում էին Քրիստոսի առաջ իրենց հագուստները, արմավենու եւ ձիթենու ճյուղերը, շարունակ օրհնաբանելով. Ովսաննա, օրհնյալ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով։ Տիրոջ մուտքը փառաբանող արմավենու ճյուղերով նրան դիմավորող ժողովրդի մեջ ըստ ավետարանական նկարագրության ամենաանկեղծ ոգևորությունը մանուկներինն էր։ Դա է պատճառը, որ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Ծաղկազարդի տոնին հայոց եկեղեցիներում մանուկների օրհնության կարգ է կատարվում։ Մեծ պահքի ընթացքում կիրակնօրյա պատարագներին խորանը փակ է լինում։ Ծաղկազարդի առիթով է բացվել տաճարի վարագույրը։ Պատարագիչն էր Մայրաթորի քարոզչական կենտրոնի տնօրեն Տեր Զաքարիա Ծայրագույն Վարդապետ Բաղումյանը։ Հայր Սուրբը իր քարոզում անդրադառնալով օրվա խորհրդին նշեց. Հիսուս Երուսաղեմ մտավ ոչ թե փառաբանվելու, այլ չարչարվելու եւ խաչվելու մարդկության փրկության համար։ Այսօր Տիրոջը փառաբանողները վաղը Պիղատոսից պահանջելու են խաչել նրան։ Այս լուսավոր տոնը ինքնատիպ հավատի փորձություն է, երբ կարևոր է ոչ միայն օրհնաբանելն ու փառաբանելը, այլ նաեւ հավատարմությունն Աստծուն եւ մեր հայրերի թողած հարուստ ժառանգությանը։ Ուրեմն սիրելի հավատացյալներ, շատ կարևոր է, որ մենք դառնալով ինքնատիպ Երուսաղեմ մեր սիրտը եւ հոգին մաքրենք ամեն ախտեղի բաներից, մեղքերից, ազատվենք զանազան կախվածություններից, որպեսզի Աստված գա եւ բնակվի մեր սրտի մեջ։ Իսկ երբ Աստված բնակվի մեր սրտի մեջ, մեր կյանքը ամբողջովին կփոխվի։ Մեր չափորոշիչները, մեր չափումները այս կյանքի կփոխվեն, որովհետև մեր կյանքի կիզակետում կլինի Աստված, մեր Տերը եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս, որ այսօր հաղթական մտավ Երուսաղեմ, օրեր հետո պիտի նրան մատնեն, պիտի չարչարվի, պիտի խաչվի, բայց մենք քրիստոնյաներս հաստատ գիտենք, որ լույսը հաղթելու է խավարին։ Ուրեմն եկեք միասին լինենք այդ Երուսաղեմը, սրտաբաց, առանց մեղքերի, որպեսզի Աստված գա, անցնի մեր միջով եւ իր շնորհներով մեզ զարդարի։ Շնորհավորում եմ բոլորի Ծաղկազարդի այս տոնի առիթով, մաղթելով, որ Տերը եւ նրա օրհնությունը անպակաս լինի ձեր կյանքից, ամեն։
Սուրբ Պատարագի ավարտին ամենայն հայոց հայրապետի նախագահությամբ վերստին կատարվեց մանուկների օրհնության կարգ։ Մայր տաճարի բակում հայոց եկեղեցու գահակալի օրհնությանն էին սպասում բազմաթիվ մանուկներ։ Հայրապետը օրհնություն բաշխեց Ծաղկազարդի առիթով մայրաթոռում հավաքված մարդկանց։ Ուխտավորների հոսքը միացնայեջ տաճար շարունակվեց մինչև երեկո։